կողմից խայտարակ լեքսիկոնով, խայտարակ բառապաշարով հայտարարություններ, խնդրեմ սրանից սկսեք և հետո նաև ձեր մտքերը կիսվեք։ Ողջունում եմ, շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք կրկին հանդիպեցինք էլի վատ թեմայով, քանի որ Նիկոլի իշխանությունը դեռ ընթացքի մեջ է, ուրեմն տեսեք, այս քարոզարշավի շրջանակներում ուրեմն արձանագրում ենք, որ ձերբակալվել է քաղաքացի, ով Նիկոլ Փաշինյանին ասել է դավաճան, ու չի ձերբակալվել Հայաստանի Հանրապետության վարչապետ, ով տարբեր բառապաշարով սկսած համբալից մինչև դե հիշում ենք նաև դոմփել եւ այլն։ Այդ մյուս բառապաշարը օգտագործելով ինքը դեռ շարունակում է լինել վարչապետ, այսինքն սովորական քաղաքացիներին իրավունք չի տրված, որպեսզի վարչապետին անվանակոչեն այնպես, ինչպես իրենց կարծիքն է, որպես այդպիսին, օգտագործելով սահմանադրության տարբեր կետեր, որտեղ գրած է խոսքի, մտքի, դավանանքի ազատության մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանին կարելի է օգտագործի տարբեր բառեր, ընդհուպ մինչև համբալ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, նախ դե իրավապահ մարմինների վրա հույս դնելու չի, որովհետև 16 համարի քվեաթերթիկը հագած այդ մայկեքը իրավապահները հետները գնում են գալիս են այդ վարչական ռեսուրսը մասով կեն ապահովում է։ Դրանում մենք արդեն վաղուց համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը վարչական ռեսուրսն է, իր ուսապարկերն են, մեկ էլ մի քանի քերի հորքուր մորքուր քերագին, ովքեր որ մնացել են։ Վարչապետին ուզում եմ արձանագրեմ, որ դիմել էին ինչ-որ պուպուլի հետ կապված հարցով երեխու, հույս ունեմ կկարողանա օգտակար լինի, որովհետև դա շատ կարևոր օրակարգային հարց է։ Այս ինչ հարցեր որ խոսում ենք Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է օրինակ այդ երեխայի պուպուլը, քան 200 քառակուսի օկուպացված տարածքը Հայաստանի Հանրապետության սուվերեն ադրբեջանցիների կողմից։ Ինչպես որ իր համար ավելի կարևոր է, չգիտեմ, ասենք իքիբիրը, ելակը, այնտեղ կուկուրուզ եւ այլն, բայց էական նշանակություն չունի ցեղասպանության ժխտումը թուրքերի կողմից, ադրբեջանցիների կողմից Սևանին Գյոյչա անվանակոչելը եւ այսպես շարունակ։ Այսինքն այն առաջնահերթությունները, որ ունի Նիկոլ Փաշինյանը հիմա, հասել է այն մակարդակի, որ ինքը զբաղվում է ինչ-որ մեկի հղիանալու հարցով կամ ասենք երեխաների հետ կապված նման հարցերով։ Հիմա տեսեք, նախ երեխաները ասում եմ, հիշում եմ, ոնց որ ինքն է ասում, չէ, իքիբիր ասեցի, թուրքերեն իքիբիրը բոլորը գիտեն, օգտագործում են մեր հայրենակիցները, պետք չի որ իքիբիր ասենք, քեզ պատկերացնենք, մենք քեզ որ ասում են Էրդողան քեզ ենք պատկերացնում, ասում են Ալիև քեզ ենք պատկերացնում, ասում են քվեաթերթիկ համար 16 քեզ Ալիևին Էրդողանին ենք պատկերացնում, նենց որ սիրելի հայրենակիցներ, քվեաթերթիկ համար 16-ը Ալիև Էրդողան Նիկոլ Փաշինյան դաշինքն է։ Հետևությունները արեք դուք, ընտրությունը կատարեք դուք։ Մենք դեռ կանրադառնանք քարոզարշավի մի շարք այլ այն խայտառակություններին, բայց ես չեմ կարող չանդրադառնալ այն անբարոյականությունը, որ կատարվեց Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում, երբ որ վարված զինվորի ծնողը եկել է, պահանջում է իր երեխային, ինչու՞ չէ նաև քննադատում այն վարչապետին, ում օրոք իր երեխան այդ իրավիճակ, ախր հասկանում եք, անգամ պատերազմական իրավիճակում չի զոհվել։ Այդ տղերքը ուղղակի ողջ այրվել են։ Գործը բացահայտված չի ու ամենամեծ ցավն ու այդ ստորությունը, որ նայում ես, այդ ցավը փորձում ես այդ կնոջ հետ վերապրես ու հարգանքներս բնականաբար այդ կնոջը ցավում են, որ ինքը այդ իրավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի անգործության ու ուղիղ մեղավորության հետևանքով, բայց ոնց կարելի է դու սրտիկներով վարչապետ այսպես կոչված դու միկրոֆոնը ձեռդ փոխանակ իջնես, ներողություն խնդրես, փաթաթվես տվյալ մարդուն, ում զավակը քո օրոք զոհվել է խաղաղ պայմաններում, ինչպես դու ես ասում այդ քո բերած խաղաղության շրջանակներում։ Մի հատ էլ այդ քո հետի եկածները ծիծաղում են, դու էլ ասում ես, այկին են կողմ գնա։ Սենց ես վերաբերվում 3 միլիոն վարչապետերից մեկին։ Սենց ես վերաբերվելու այդ սրտիկները, որ հիմա ուղարկում ես քո սիրելի քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին։ Բայց դու սենց ես երկիր պայելու, ոնց որ նախորդ 8 տարիների ընթացքում, որ ողջ այրվեցին, մեր եղբայրները կոտորվեցին։ Սենց ես երկիր պահելու, ես քո բերած խաղաղությունն է, քո բերած խաղաղությունը մահվան մասին է։
Մեր հայրենակիցները իրենց հայաթում սպանվում են, մեր հայրենակիցները ողջ այրվում են, մեր հայրենակիցներին ադրբեջանցիները ու թուրքերը կոտորում են, մեր հայրենակիցներին դու մեքենայի տակ գցում սպանում ես, մեր հայրենակիցները անգամ դատարանի դահլիճում քո օրոք սպանվեցին, հասկանում ես, էսա քո խաղաղությունը, քո սրտիկները մեր հետ կապ չունի։ Ես բազմիցս նշել եմ, Նիկոլ Փաշինյանը դեպի ուղեղներ մուտք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցավոք սրտի իր մանիպուլյացիաներով, ստերով, չէ, այն թեզերով, որը ինքը օգտագործում է, բայց հայերի սրտին մուտք չունի Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայ չի։ Հայերը մի մեծ ընտանիք ունեն, որը Հայաստանի Հանրապետությունն էր, Արցախը եւ Սփյուռքը։ Այդ երամիասնությունը մեր մեծ ընտանիքն է։ Նիկոլ Փաշինյանը այդ ընտանիքի անդամը չի։ Հայերի սիրտ մուտք ունի Աստված, մեր ընտանիքի անդամները եւ այսպես շարունակ, բայց Նիկոլ Փաշինյանը դեպի սրտեր մուտք չունի, այնպես որ ոչ սիրտը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի, ոչ հայերը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեն, ոչ խաղաղությունը եւ այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ասոցիացիա չունի Հայաստանի Հանրապետության, Արցախի հայերի եւ Սփյուռքի հետ։ Նիկոլ Փաշինյանի ասոցիացիաները արդեն ասեցի, ինքը ծառայում է Ալիևին եւ Էրդողանին, որը եւ ինքը պնդում է ու չի ժխտում։ Հիմա տեսեք այդ լեքսիկոնը, որ ինքը օգտագործում է նախկին նախագահների հետ կապված, օգտագործում է զոհվածի ծնողի հետ, օգտագործում է յուրաքանչյուր սովորական քաղաքացու հետ, մեր արցախցիներին նեղացնում, վիրավորում է, ամեն պատե առիթ օգտագործում է, որպեսզի այդ բաժանումները նորից վերականգնի, որ լինի արցախցիներ, հայաստանցիներ եւ այլն ու այս քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ բացահայտում է իրեն, իր ինքնությունը, այսինքն այն հայ ինքնությունը, որ մենք ունենք, այն պայքարը, որ մենք տարել ենք տարիներ շարունակ ու անկախացել ենք, այս մարդ այդ ինքնությունը կոտրում է ու փորձում է մեր հայրենակիցներին համոզի, որ ինքը ավելի լավն է, բայց մենք բոլորս 8 տարիների ընթացքում ավակ սերունդը անգամ ավելի երկար ժամանակ, ոչ թե նախորդ 8 տարիների ընթացքում համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի համար լրիվ նորմալ է, որ կազմակերպի մարտի 1, Նիկոլ Փաշինյանի համար լրիվ նորմալ է, որ 44-օրյա պատերազմ հրահրի, հետո մեղադրի բոլորին բացի իրենից, Նիկոլ Փաշինյանի համար նորմալ է, որ Արցախը Հայաստանն է եւ Արցախը Ադրբեջան դառնա, Նիկոլ Փաշինյանի համար նորմալ է, որ 300,000 ադրբեջանցիներ կան Հայաստանում ապրեն, այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի համար նորմալ է, բայց մեր համար, հայ ժողովրդի համար դա նորմալ չի։ Հիմա անդրադառնամ նաև այն ուսապարկերին այսպես կոչված, մասնավորապես Աղդամցի Ալենին եւ Ռուբեն Ռուբենյանին։ Ուրեմն Ալենը ասում է, որ իրանք բանակում նախկիների օրոք սոված էին, ծարավ էին, գնում էին կողի գյուղից, քաղաքի բնակիչներից վերցնում էին մի կտոր հաց սոված, որ չմնան։ Բա դու ողջ առողջ եկել ես հասել ես քո հարազատներին, քո ընտանիքին, չէ՞։ Բա 5,000 տղաները ուզում էին այդ նույն սկզբունքով թեկուզ մի բան պակաս, բայց հասնեին իրենց ծնողներին։ Ու այդ 5,000 տղերքի ծնողները կուզեին, որ իրանց երեխաները մի բան պակաս ունենային, բայց ողջ լինեին։ Հիմա Ալեն Սիմոնյան, քեզ ավելի լավ էր, որ փորդ կուշ լիներ, զոհվեիր, թե որ եկել ես հասել ես քո տանեցիներին, այսօր էր դարել ես ոչ բարով-խերով ազգային ժողովի նախագահ։ Դու որ բանակ գնահատել իմանայիր, գոնե կլռեիր, որովհետև ձեր թիմակիցների մեջ անգամ մարդիկ կան, որ ներքնազգեստ չեն ունեցել։ Այդ ձեր թուլության մասին է, բանակի թուլության մասին չի, եթե դուք չեք կարողացել ձեր սննդի հարցը լուծեք, որը որ բանակը տվել է, չեք կարողացել ձեր ներքնազգեստի հարցերը լուծեք, որը որ բանակը տվել է, ու տվել է այն բանակը, որը հաղթել է ձեր եղբայր ադրբեջանցիներին եւ թուրքերին, ազատագրել է Արցախը, այդ բանակի մասին ենք մենք խոսում, ոչ թե այն բանակի մասին, որ դուք ներկայացնում եք դասալիքներով։ Այնպես որ ուշադիր եղեք ձեր խոսքի մեջ։ Դուք եթե ինչ-որ մի բան չեք կարողացել ունենալ ձեր կյանքի ընթացքում, դա ձեր թերացումների արդյունքն է ու ձեր խնդիրն է։ Մեր խնդիրը չի, որ դուք չունեք ներքնազգեստ եւ ուտելիք։ Իսկ հիմա կուշտեք, հա, հիմա ավելի լավ եք, չէ՞ ապրում։ Բայց ինչի արդյունքն է, որ դուք ավելի լավ եք ապրում, որովհետեւ դուք հանձնել ու ծախել եք Արցախը, չէ՞։ Դուք հիմա պետբյուջեից եք, չէ՞ օգտվում։ Դուք 3 միլիոնից ավել պարգևավճար եք ստանում, չնայած 3 միլիոն հայերի խնդիրներով պետք է զբաղվեիք։ Հիմա կուշտեք, չէ, ամեն ինչ լավ է, ուղղակի Արցախը չկա, ուղղակի Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացված են, ուղղակի Հայաստանի Հանրապետության պարտքը 15 միլիարդը արդեն գերազանցում է, դրա համար եք, չէ, կուշտ,
Ձեզ էդ էր, չէ՞, հետաքրքիր, ոչ թե այն գաղափարախոսությունը, որը որ Գարեգին Նժդեհն էր կրում, որը որ Դուշման Վարդանն էր կրում, Մոնթեն էր կրում, Վազգեն Սարգսյանը, ձեր համար այդ գաղափարախոսությունը, այդ բանակը գոյություն չունի, չէ՞, ձեր համար կարևորը որ ելակ լինի, որ խժռեք, չէ՞, էսա իքիբիր ուտեք, կուկուռուզ, բան, էսա էլի լափը լավ լինի, թող մի 2 կիլոմետր տարածք էլ պակաս լինի։ Նույնը վերաբերվում է նաև պաշտպանության նախարարին, ով երկիրը փոքրացնում է, փորը կլորացնում է։ Ասենք ոնց կարելի է նման պաշտպանության նախարար ունենալ, որ Հայաստանի Հանրապետության տարածքները պակասում է, բայց սեփական փորը ավելանում ու մեծանում է։ Դա անընդունելի է, որովհետև այն բանակը, որ հիմա դու պահում ես, դու իրավունք չունես անգամ 1 կիլոգրամ քաշ ավելացնելու, դու 2 կիլոգրամ քաշ պետքա պակասացնես ու քրտնաջան աշխատես, որպեսզի մեր սահմանները անառիկ լինեն։ Դա քո պարտականությունն է։ Դու հայ ժողովրդի կողմից, եթե անգամ նշանակվել ես այն քվեներով, որը որ խաբե վերցրել եք մեր ժողովրդից, քո պարտականությունների մեջ է դա մտնում, ոչ թե բանակը սարքես տարի ու կես, քո աշխատավարձը 2 միլիոն ու կես։ Հաջորդը ուրեմն Ռուբեն Ռուբինյանը էլի խոսում է նախկիններից ու փորձում է երրորդ նախագահի հետ կապված ինչ-որ մի դրսևորումներ է էլի ցույց տալի, որ հոգեվարքի մեջ են ընկնում ու սկսում են խոսալ։ Նախ դու բարոյապես իրավունք չունես ընդհանրապես ոչ մի նախագահի անունը տալու, որովհետև նախագահները Արցախը ազատագրել են ու դու հանձնել ես։ Դու իրավունք չունես բանակ ստեղծած նախագահի անունը տաս։ Դու իրավունք չունես ազատագրող նախագահի անունը տաս ընդհանրապես քո կյանքի ամբողջ պատմության ընթացքում իրավունք չես էլ ունեցել։ Ու դու այդ ամբիոնից, որ խոսում ես, հոխորտում ես, դեռ քեզ ոստիկանները կամ ներքին գործերի նախարարությունը պահում է։ Բա դու չես մտածել, որ դրանից հետո այդ հոխորտոցների համար դու օրենքի առաջ պետքա պատասխան տաս։ Քանի դավաճանական գործունեության մեջ ես դու թաթախված ու ներքաշված։ Այն ամեն ինչը ինչ որ դուք հիմա անում եք, հետո պետքա նաև պատասխան տաք։ Հիմնականում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տղամարդ, առավել եւս առողջ տղամարդ, պետքա իր խոսքին տեր կանգնի ու կարողանա պատասխան տա իր ասածների համար։ Հիմա դու արդյոք կարողանալու ես պատասխան տաս ձեր իշխանության յուրաքանչյուր թերացման ու սխալի համար, քո յուրաքանչյուր արտաբերած սխալ նախադասության համար, կարողանալու ես արդյոք։ Ախր այս իշխանությունը, ձեր իշխանությունը հավերժ չի, յուրաքանչյուր իշխանություն հասկանալի է, ինչու է այդպես գտնավորվել համբալ բառից, որովհետև մենք հիշում ենք Ալիևը ինչ խայտարակ բառեր էր ասում։ Նոլդու Փաշինյան, շատ Փարփեցող ծաղրացու։ դե անգամ օղի ունեին, այսինքն պատկերացնում եք փոխանակ պատասխանի Ալիևին, որ գիտեք ինչ կա, ասենք ես այնուամենայնիվ անգամ եթե ձեր կամակատարն եմ, ախր ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ այս պահին էլի, դու դուխով տղա, բա դուխով գլխարկը դիր ու միանգամից պատասխանի մեր հարևան, մեր համար նաև թշնամի պետություններին, որ դու այս երկրի ղեկավարն ես ու իրանք իրավունք չունեն քո հետ տենց խոսելու, տենց չի լինի, չէ, չես կարող, բայց դու կարող ես նեղվել յուրաքանչյուր բառակապակցությունից անգամ դավաճան։ Դու չէիր ասում, որ կարող էիր պատերազմը կանգնացնել, ավելի շուտ ու զոհերը քիչ լինեին։ Դրանից հետո յուրաքանչյուր զոհի մեղավորությունը եթե քոնն է, դա դավաճանություն չի, բա ի՞նչ է։ Դու չէիր ասում, որ մենք բանակցում ենք, որ Արցախը պահենք, Արցախը Հայաստանա եւ վերջ։ Դրանից հետո եթե դու ընդունում ես Արցախի Հանրապետությունը որպես ադրբեջանական տարածք, դա դավաճանություն է, հանձնում է, թե ինչ է։ Լավ, այդ հարցերին դուք ինքներդ ձեզ պատասխանել եք, երբևիցե եղել է, որ դուք պատասխանեք Ալիևին, Էրդողանին, ինչու՞ չէ ամբողջ աշխարհին պատասխանեք ու պնդեք, որ Հայաստանի Հանրապետությունը իրապես ինքնիշխան է ու փորձեք բերեք խաղաղություն, ոչ թե կոտորեք ու հետո մեղադրեք բոլորին նախկիններին, հարևաններին, դաշնակիցներին, բայց բացի թուրքերին եւ ադրբեջանցիներին ու ինքներդ ձեզ, որտեվ ձեր թերացումների ու բանակցությունների արդյունքում է այս ամեն ինչը եղել։ Ու մեր հայրենակիցների նկատմամբ ձեր վերաբերմունքը, յուրաքանչյուրի ձեր թիմից վերաբերմունքը անպատասխան չի մնալու։ Ախր Հայաստանի Հանրապետությունում ինչ որ պահի, դա կլինի հունիսի 7-ից հետո, թե կլինի ինչ որ ժամանակահատված հետո, ձեր իշխանությունը հավերժ չի, ոնց որ յուրաքանչյուր իշխանություն։ Ձեր գնալուց հետո դուք օրենքի առաջ պետք է պատասխան տաք։ Դուք կարողանալու եք արդյոք պատասխան տաք։ Ես խիստ կասկածում եմ։ Այնպես որ կլինի Ռուբեն Ռուբինյանը, կլինի Ալեն Սիմոնյանը, դուք արդեն ունեք այդ պիտակը։
դուք նիկոլական եք, դուք հասկանում եք, դա ինչ Աբիդնի բան է, էլի լուրջ։ Դուք կարողանալու եք Նիկոլից հետո նորմալ բնականon կյանքով ապրեք, ու որ ձեզ ասեն Նիկոլակալ արդյոք վիրավորվել եք, թե չէ։ Այդ դեռ հարց է, որովհետև կան բազմաթիվ նախկին նիկոլականներ, որ իրանց ասում ես նիկոլական, իրանք վիրավորվում են։ Որովհետև իրանք գիտակցում են, ինչի մեջով են անցել, ու Նիկոլ Փաշինյանը մեզ ինչ նոր փորձությունների մեջով է փորձում տանի։ Ու այն վարչական ռեսուրսը, որ դուք օգտագործում եք, դա նույնպես անպատիժ չի մնալու։ Այն ընտրակեղծիքները, որ դուք իրագործում եք, մանկապարտեզի երեխաներին ու դպրոցի երեխաներին ձեր քարոզարշավներին բերում եք, կոնֆետները բաժանում եք, Հայաստանի կտրտած քարտեզը տալիս եք, դա ընտրակեղծարարություն չի, բա ինչ է, դա քարոզարշավի օրենքների խախտում չի, բա ինչ է, բայց հենց ընդդիմադիրներից մեկը մյուսին հեռախոսի համար է փոխանցում կամ փորձում է ասի դու որ համարի կոշիկ ես հագնում, վերցնում տանում եք, դատում եք 2-3 ամիս, դա անթույլատրելի է, դա մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ եթե Նիկոլ Փաշինյանը հիմա սենց է վերաբերվում մեզ մեր հայրենակիցներին, բա որ ընտրվի ինչ անելու, դուք պատկերացնում եք, եթե ինքը այսօր զոհվածի ծնողից սենց է խոսում, եթե հունիսի 7-ին ընտրվեց, ո՞նց է խոսալու մեր հետ, մեր հայրենակիցների հետ ո՞նց է խոսալու, ախր դուք պատկերացնում եք ինչի մեջով ենք մենք անցել, ու ինչի մեջով ենք անցնելու, եթե մնա, այնպես որ ես կուզեի այսօրվա այսպես կոչված մեր քննարկումը, հա, իմ քննարկումը մեր հայրենակիցների հետ է, իմ քննարկումները, այսինքն ես էլ հարց չունեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև իր այդ ամեն ինչ պարզ է, այս մարդը հայ չի։ Ես կարող եմ հարցեր ունենալ մեր հայրենակիցների հետ բանավեճի շրջանակներում առողջ քննադատության, բայց ես իրենց էլ հարց չունեմ, իրենց այդ ամեն ինչ պարզ է։ Քվեաթերթիկ համար 16, Ալիև, Էրդողան, Փաշինյան։ Իրանց հետ ընդհանրապես քննարկելու ոչ մի բան չկա, այս մարդիկ փորձում են իշխանությունը ոնց զավթել են, այտենց պահեն։ Հիմա անդրադառնանք այն հայրենակիցներին, ովքեր որ փորձում են ազատագրեն Նիկոլ Փաշինյանից Հայաստանի Հանրապետությունը։ Իրանք պետքա քրտնաջան ամեն օր աշխատեն, որպեսզի մեր քաղաքացիներին կարողանան բացատրել, ինչ է նշանակում նիկոլական թեզերը ու ինչ է նշանակում այն թեզերը, որը որ մենք փորձում ենք պահենք։ Մենք ուզում ենք իրապես լինի իշխանափոխություն, որպեսզի մենք կարողանանք ունենալ իրապես խաղաղություն, իրապես ինքնիշխանություն, ունենանք հայրենիք, որպեսզի ոչ թե 300,000 ադրբեջանցիներ գան ստեղ վերաբնակեցման, այլ ստեղծվեն աշխատատեղեր, բարեկեցություն լինի, լավ լինի, որպեսզի մենք լավ ապրենք։ Ոնց էր 18 թվականին ինքը ասում, որ ես գամ դուք լավ կապրեք, ես կգամ թալան չի լինի։ Հիմա դուք հետ անդրադարձ նայեք, էլի։ Ու տեսեք, Նիկոլ Փաշինյանը հիմա ամենաթալանչին չի Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլ Փաշինյանից ավել թալանչի, կարող եք ասել։ Ախր այս ամեն ինչը որ կատարվում է, 7 միլիարդ արտաքին պարտքի ավելացումը, դա թալան չի, եթե դա չի անդրադառնում մեր հայրենակիցների կյանքի կենսամակարդակի վրա, բա թալան չի, բա ինչ է, բա այդ փողերի պատասխանատուն ով է, վաղը մյուս օր այդ գումարները մենք ենք վճարելու, բայց մենք չենք ծախսել այդ գումարները, որ վճարենք, դրա մեջ ո՞րն է արդարությունը։ Այնպես որ եթե ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում արդարությունը վերադառնա ու մենք ունենանք այն իրականությունը, որի մեջ ուզում ենք ապրենք, մենք դուրս գանք հմեկի իրականությունից, որտեղ ամեն ինչ շատ լավ է, մենք չունենք պարտքեր, խնդիրներ, այդ իրականությունից դուրս գալու համար պետք է գնալ ընտրատեղամաս, սեփական խղճի հետ հաշտ լինելով կատարել ճիշտ ընտրություն ու հեռացնել այս իշխանություններին։ Յուրաքանչյուրիդ քվեն շատ կարևոր է։ Այն թեզերը, որ իրանք ձեզ համոզում են, որ մեկային մի քվեաթերթիկով բան չի փոխվի, մի ձայնով բան չի փոխվի, յուրաքանչյուրիդ քվեաթերթիկը շատ կարևոր է, ոնց որ ժամանակին Նիկոլն ասում էր եւ այդ մեկը դու ես, հիմա նույն սկզբունքով եւ այդ մեկը դու ես, որ պետք է հեռացնես Նիկոլ Փաշինյանին, եւ այդ մեկը դու ես, որ պետք է հեռացնես Նիկոլ Փաշինյանին, եւ այդ մեկը դու ես, որ պետք է հեռացնես Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, գնացեք ընտրատեղամաս, մասնակցեք ընտրություններին, տեր եղեք ձեր քվեին, գնացեք ընտրությունների, որ սրանք գնան։ Շնորհակալություն։